Մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսյանով գողջունեմ ձեզ սիրելի եղբայրներ եւ քույրեր եւ Աստծո փառքուդանք որ Տերը մեզի այսպեսի թանկագին արիտներ կշնորհե այս չար աշխարհի մեջ որբեսի մինչ Աստծո խոսքը մեր ցերկն է գարտանք սերդենք օրհնվենք շինվենք զորանանք մխիթարվենք կաչալերվենք եւ նաեւ մեր հավատքի կյանքի մեջ զորացած բդղափեր կյանքեր ապրելու Տերոջը շնորհքով մենք մի քանի ամիսներ առաջին Կորինթացվոց տուղտին սերդողություն արինք միայն 12-ին 14 գլուխներուն մեջ եղած բարդագությունը լայն ծավալի վրա բացատրություն տվինք եւ փառք որ դրական արդյունքներ գուտա շատեր գարտնան գսկաստանան շատ շվարած մարդիկ հասկացան ճշմարտությունը մանավանդ անհասկանալի լեզուներու ցակումը եւ շնորհակալ ենք Աստծո որ իր հոգին շարունակ կգործե այն սրդերեն ներս որոնք բաց միտք ունին հեզ սիրդերեն ասված հեզ սիրդերու մեջ կգործե եւ Աստծո խոսքը միայն հեզ սիրդերու մեջ դեր գտնե որպես աղեկ հող եւ հոմ բդուղ գուտա եւ խոստացած է ցեզի որ այս ուրբաթ առաջին Թեսաղոնիկեցոց նամակին սերդողությունը պիտի գադարենք այս արիթով կուզեմ օգտվել արիթեն մի քանի օր յետք այս գիրագի վաղը չմույսորը հայրերու դոնն է կուզեմ շնորհավորել բոլոր հայրերը թող Աստծո օրհնությունը հանգչի իրենց վրա իրենց գազմած ընտանիքին վրա թող Տերը օրհնե իրենց գոհագիցները զավակները թորները եւ ձորերը եւ լավ որ անոնց աղոթները պատասխանվելով ուրախանան իրենց սիրելիներուն փրկությունը տեսնելով ինչու՞ չէ նաեւ իրենց սիրելիներուն որոնք գծարային Աստծո դաշտի մեջ ուրեմն այսօր պիտի սկսենք սերդել առաջին Թեսաղոնիկեցոց թուղթը այսօր որպես նախապան կուզեմ ցեզի ներկայացնել եւ խոսիլ Թեսաղոնիկե մասին նամակի բարդագության մասին ինչու համար գրվեցավ եւ այլն Թեսաղոնիկե քաղաքը Մակեդոնիա շրջանին Հյուսիսային Հունաստան գլխավոր քաղաքները մեկն էր քաղաքը իր նավահանգիստով եւ արևդրական բարականերով նախանցելի թիրք ուներ իր նախկին անունը Թերմա գոչվեր իսկ ծովը Թերմական ծոց Թերմա կնշանակե հանքային դակ ջուր քաղաքը հիմնվեցավ նախքան Քրիստոս 7-րդ դարուն եւ անոր փառքավաճությունը քակատնագետին հասավ Փիլիպոսի եւ իր դղուն մեծն Աղեքսանդրի օրով մոտավորապես 359 թվականին մինչև 323 Քրիստոսի առաջ Արաքյալին օրերուն բնակիչներն էին հույն հռոմայացի եւ հրյա հրյաները ժողովարան ունեին եւ երբ Բողոս 52 թվականին քաղաքը այցելեց հոն մտավ ու քարոզեց այդ ժողովարանը անիկա եղավ իր երկրորդ ճամփորդության ընթացքին իր հետ ունենալով Սիղվանոս եւ Դիմոթեոս եթե գարտանք Կորցք Արաքելոց 17-րդ գլուխը հոն բավական գխոսվի այս ուղղությամբ կորձունեություն արաքյալներուն Թեսաղոնիկե մեջ եթե գարտանք 17-ին 1-2 այսպես կսե եւ Ամփիբիսե ու Աբողոնիայե բդդելով Թեսաղոնիկե եկան ուր էր հրյաներուն ժողովարանը Բողոսալ իր սովորությանը պես անոնց մեջ մտավ եւ 3 շաբաթ օր խոսեցավ անոնց հետ քիրքերեն Նամակը քրած է իր ծառայութենեն
Գարչ ժամանակ մյետք Գորոնթոս քաղաքեն 53 թվականին սկիզբը։ Այս նամակը Արաքյալին գրած բոլոր նամակներու մեջ առաջինն է։ Երկրորդ նամակը դարձյալ Գորոնթոսեն գրեց մոտ դարի մյետք։ Ուրեմն, երբ որ նամակները Աստվածաշունչի նոր գդագարանին, երբ որ էջերը գտեսնենք, ինչպես նամակները գրված դասավորված են, ուրեմն առաջինը Հռոմայացիցն է, ետքը գուկա առաջին երկու Գորոնթացիները, ուրեմն չի նշանակեր, որ Արաքյալ առաջին անգամ Հռոմայացված թուղթը գրեց։ Առաջին անգամ Պողոս Արաքյալ Թեսաղոնիկեցված նամակը գրեց, առաջին Թեսաղոնիկեցիս։ Ժողովարանին մեջ Արաքյալին տված քարոզները բարեբախտաբար արդյունաբեր դարձան եւ շատեր հավատացին։ Եթե գարտանք դարձյալ 17-ը 1-4 հոն այդպես կտեսնենք։ Ես 4-րդ համարը գարտամ, որ ժամանակը ծախու առնեմ, եւ անոնցմե ոմանք հավատացին ու Պողոսի եւ Շիղայի հետ միացան աստվածավախ հույներենալ մեծ բազմություն ու երևելի գիներենալ հավատացողները քիչավոր չէին։ Նամակը գրած է իր ծառայությունեն գարչ ժամանակետ, ինչպես որ ըսի։ Հիմա երբ որ հավատացողներ եղան, մյուս կողմեն ավանդաբաշտ հրյաները չգրցան մարսել եղածը, ոտքելան ու քաղաքի մեջ խռովություն ստեղծեցին։ 17-րդ գլուխի մեջ կգարտանք, ինչպես ըսի Գործք Արաքելոց 17-րդ գլուխը Թեսաղոնիկեի մեջ գդարված թեփքերը կնկարագրե։ Եթե գարտանք 5-ն 8-ը գսե, բայց չհավատացող հրյաները նախանցեցան եւ քանի մը դադարգաբորդ անորեն մարդիկ առնելով աղմուկ հանեցին ու քաղաքը դակնու վրա արին եւ Հասոնի դանը վրա հարձակելով գուզեին զանոնք ժողովքին արչև դանել ու երբ զանոնք չկդան Հասոնը ու մեկ քանի եղբայրներ քաշելով դարին քաղաքապետներուն արչև գանչորդվելով թե անոնք որ աշխարհը դակնու վրա ըրին հոսալ հասերին զորոնք Հասոն ընդուները եւ ասոնք ամենը գայսրին հրամաններուն թեմ գործեն ըսելով թե ուրիշ թագավոր մգա Հիսուս այնպես որ խռովարարները Պողոսը զրբարդեցին ըսելով թե ան ուրիշ թագավոր մը կներկայացներ իր քարոզներուն մեջ եւ զրբարդությունը մեծ էր բադիժնալ մահեր բարեբախտաբար գարավարական բարձաստիճան Բաշտոնյամը որ քրիստոնեություն ընդունած էր Հասոն անունով երաշխավոր կանգնեցավ եւ Արաքյալը մահվան դադարդութենե ազատեցավ եւ հոնգե Փերիա գիչնե Թեսաղոնիկեի հավատացյալները բավական դժվարություններ ու նեղություններ գրեցին քրիստոնեությունը ընդունած ըլլալուն համար եւ գհուսային որ Պողոս շուտով իրենց վերադառնար սակայն չգրցավ ուստի իրենց երկու նամակներ ուղարկեց երբ Արաքյալը Փերիայի ժողովարանի մեջ սկսավ քարոզելու գգարտանք Փերիայի հրյաները ավելի ազնիվ էին որոնք Աստուծո խոսքը գադարյալ հոժարությամբ ընդունեցին եւ ամեն օր քիրքերը գքննեին դեսնելու համար թե ճիշտ են Պողոսի քարոզածները այսալ գգարտանք 17-ը 11-րդ համարի մեջ անոնք Թեսաղոնիկեի մեջ եղողներն ավելի ազնիվ մարդիկ էին որոնք Աստծո խոսքը գադարյալ հոժարությամբ ընդունեցին եւ ամեն օր քիրքերը գքննեին թե այս բաները այսպես են Ավետարանը 5 գդագարանի քիրքերու մեջ քողարկված էր հիմա հոս որ գարտացինք Պողոսին քարոզներ գփախտադեին Արդյոք այսպես է քիրքերուն համեմատ է որ քիրքերը հին ուխտի քիրքերը որ խոսքներ զոր ընդունեցին հոժարությամբ ավետարանի խոսքը
Քրիստոս մեռավ մեր մեղքերուն համար քիրքերուն ըսածին հայմատ եւ երրորդ օրը հարություն արավ քիրքերուն ըսածին հայմատ։ Ուրեմն ավետարանը 5 գդագարանի քիրքերուն մեջ քողարկված էր եւ երբ առաքյալը գքարոզեր լսողներ ըսված խոսքերը 5 գդագարանի քիրքերուն հետ կփախտադեին եւ Սուրբ Հոգին անոնց ներսիտին կորձելով միտքերնին գլուսավորեր այսպես անոնք հոժարությամբ խոսքը գընթունեին այս զգսպունքը վերակրելու է ենք նաեւ մեզի երբ քարոզմը լսենք կամ վարդապետությունը գուսուցանվի փախտադելու ենք Աստվածաշունչին հետ դեսնելու համար թե իմ լսածս աստվածային գնիքը գգրե թե ոչ մարդկային մտքի մեջ հղացված ու ներկայացված բաներ են Դժբախտաբար ներկայիս քրիստոնյա աշխարհի մեջ եկեղեցվո փեմերեն ներկայացված քարոզները մեծ դոգոսով աստվածային գնիքը չեն գրեր եթե երբ փախտադենք Աստվածաշունչին հետ այդ քարոզիչները գուզեն մարդիկ հաջեցնել ու բոլորին հետ լավ ընթանալ որպեսի ճշտոնին չգործընծնեն այդպեսիներ Քրիստոսի ադյան արչե պիտի ցնցվին լավ գլավոր արթնան առաջ որ հոն ներգայանան նամակին կամ նամակը քրելուն թրթաբաճարները մի քանի պատճառներ գրնանք թվել առաջինը որպեսի զանոնք հավատքի մեջ հաստատե ասիկա գտեսնենք Թեսաղոնիկեցված առաջին գլուխի մեջ 4:8 համարները երկրորդ ոմանց կասկածը փարադելու համար երրորդ կքաչալերը զանոնք որ նեղության համբեր են որովհետև հարություն կա 4-րդ գլխուն 12-13 համարներու մեջ կսե չեն գուզեր եղբայրներ որ դքե դլակ նչեցյալներու վրայով եւ այ որբեսի չի դրտնիկ եւ այլն հարության հույսով կներշնչե 5-րդ ոմանք Հիսուս պիտի վերադառնա ասելով չէին աշխատիր այդպեսիներուն գբադվիրե որ աշխատին գսե եւ չանք ընեք որ հանդարտ կենակ ու ամեն մեկը իր կորձը ու ծեր ցերքերով աշխատիկ ինչպես ցեզի բադվիրեցինք որտեղ ոմանք չեն աշխատեր Հիսուս պիտի ասելով չեն աշխատեր եւ այս գլուխը առաջին գլուխը գարելի է 3 գլխավոր նյութերու բաժնել արաքելական բարևը եւ շնորհակալությունը եւ նաեւ ավետարանը եւ անոր բդուղը եւ երրորդ բաժինը եկեղեցին օրհնյալ վիճակը գտեսնենք Փառք այս նամակին համար թարերուն տածկին մեծ օրհնություն եղած է բոլոր հավատացյալներուն եւ երբ խորաբես սերդողություն գնենք եւ կփախտadենք դարբեր նամակներուն հետ մեծ օրհնություն կա աղոտ կսե որ միջ կսերդենք Սուրբ Հոգին ծեր միտքերը լուսավորե եւ միջ դուք գլսեք փախտadեցեք Աստվածաշունչին հետ եւ եթե փամը լսեք որ ծեր հավատացածին հագարակն է սրթողելու գարիքը չկա խորհելու գարիքը կա արդյոք ըսված խոսքը ճիշտ է արդյոք իմ դարիներու հավատացածս սխալ է այնպես որ ավանդաբաշտությունը քարաբաշտությունը մեկ կողմ պետք է տնենք երբ Աստուծո խոսքը գսերդենք աստվածային ճշմարտությունները լսել եւ մեր հավատքը աստվածային ճշմարտություններու վրա շինել ամենակարևոր բանն է զոր անելու ենք մեր կյանքի մեջ այնպես որ աստվածալ ճիշտ Սուրբ Հոգին ասոր համար գրգեց որբեսի մեզ ամեն ճշմարտության առաջնորդե այս կայնը որբես նախապան առաջին Թեսաղոնիկեցված նամակին եթե դերը գամի կալ ուրբաթ պիտի սկսենք սերդել առաջին գլուխեն եւ գփապակին որ թուգալ ծեր դուներու մեջ գարտակ այս նամակը թող Աստծո խաղաղությունը ծեր բոլորին հետ լա եւ անոր ներկայությամբ միշտ ուրախ լաք իբարս երրորդության ամեն